Հունիսի 10-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը միջեկեղեցական եւ հովապետական 6-օրյա այցով մեկնեց Վրաստան, Վրաց ուղղափառ եկեղեցու Իլիա II կաթողիկոս պատրիարքի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով։ Վրաց ուղղափառ եկեղեցու հովապետն ամենայն հայոց կաթողիկոսին ողջունեց հայ-վրացական սահմանին։ Ուղիղ 10 տարի առաջ Վրաստան այցելած Գարեգին II-ի հանդեպ վիրահայերի սիրո ու հարգանքի վկայությունն այն մարդկանց բազմությունն էր, ովքեր սահմանին դիմավորում էին կաթողիկոսին։ Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում տեղի ունեցավ Բարի Գալստյան պաշտոնական արարողություն։ Ողջունելով հայոց վեհափառ հայրապետին, Վրաց ուղղափառ եկեղեցու հայրապետը հույս հայտնեց, որ Գարեգին II-ի այս այցը կնպաստի հայ-վրացական դարերի խորքից եկող բարեկամության ամրապնդմանը։ Սուրբ Երրորդության տաճարում Իլիա II-ը ցույց տվեց այն դուռը, որտեղ սրբապատկերների շարքում պատվավոր տեղ էր հատկացված նաև Գրիգոր Լուսավորչի սրբապատկերին։ Նույն օրը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալվեց Վրաստանի նախագահի նստավայրում։ Հանդիպման ժամանակ հայ-վրացական բարեկամական հարաբերությունների մասին խոսելուց հետո Գարեգին II բարձրացրեց նաև վիրահայ համայնքին հուզող մի շարք խնդիրներ։ Ի հետևում են Վրաստանի Հանրապետության նախագահի եւ պատրիարքի հետ հունիսի 10-ին տեղի ունեցած զրույցի ձեռք բերվեցին հետևյալ պայմանավորվածությունները։ Իբրև առաջին քայլ վիրահայոց թեմին առաջիկայում պետք է շնորհվի իրավական կարգավիճակ, ինչպես եւ Հայաստանում Վրաց եկեղեցական համայնքին, որն առ այսօր չէր ցանկանում ունենալ պետական գրանցում։ Հավաստիացվեց նաեւ, որ փլուզված եւ փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք եւ հոգատարություն պետք է դրսեւորվի, մինչ դրանք կվերադարձվեն հայոց թեմին։ Հաջորդ փուլում քննության կառնվի եկեղեցիների վերադարձման խնդիրը։ Որոշվեց, որպեսզի առաջնահերթ լուծում տրվի եկեղեցիների իրավաբանական կարգավիճակի խնդրին եւ այստեղ ճանաչում ունենա վրահայոց թեմը պաշտոնապես որպես հանրային իրավունքի սուբյեկտ եւ Հայաստանում էլ Վրաց համայնքը նույնպես գրանցվի եւ ճանաչվի որպես եկեղեցական համայնք մեր երկրի օրենքներին համապատասխան։ Մինչ հայ-վրացական կողմերը քննարկում էին երկուստեք հուզող խնդիրներ, ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու եզակի հնարավորությունից օգտվելու նպատակով, ինչպես նաև հայկական եկեղեցիների հետ կապված բարի լուրի սպասումով Թբիլիսիի Խոջիվանքի Պանթեոնում ժողովվել էր վիրահայերի մի մեծ բազմություն։ Ողջավորված ենք, ուրախ ենք, երջանիկ ենք, որ այսօր առիթ ենք ունենում շփվելու ստանալու նրա վեհափառ օրհնությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հայ գրողների եւ հասարակական գործիչների հոգեհանգստի արարողություն։